Հայ թատրոնի գրավիչ ժպիտով ու ատլետիկ կառուցվածքով տղան բեմում է արդեն կես տարից ավելի։ Հայաստանի վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը տոնում է ծննդյան 75-ամյակը, իրեն հանդիպած ամենախիստ բեմադրիչներից առանձնացնում է Երվանդ Ղազանչյանին ու Արմեն Էլբակյանին։ Ամենահեշտ խաղընկերը Արադեղ Տրիկյանն ու Մարիամ Ղազարյանն են եղել, իսկ ուսուցիչ համարում է մեկին՝ Կարպ Խաչվանյանին։ Երիտասարդ սերնդի հետ էլ հաշտ է, ասում է, տաղանդավոր են։ Ես հիանում եմ մեր երիտասարդներով։ Հոյակապ երիտասարդները տաղանդավոր եւ երկեցիկ եւ պարային դեք այ ժանրը դու գիտեք մի երկես պարես կարահակրավատիչսկի շարժումներ անես այդ շատ կարեւոր է այս ժանրի համար շատ ու ինձ դուր է գալիս որ երիտասարդներն այդ բոլոր տվյալներն ունեն ինձ հիացնում է այնպես որ թատրոնը ամուր ձեռքերում է լինելու մեզնից հետո Թատրոնում ու կինոյում Պեպանյանը մարմնավորել է 100-ից ավելի դեր, չի առանձնացնում որևէ մեկը, միայն կեսկատակ կեսլուրջ ասում է, որ մատդ կտրես, որ արյուն չգա։ Բոլորն իմն են եղել, սիրել եմ իմ պրիզմայով անցկացել այդ ամենը, իհարկե եղել են եւ անաճող դերեր, բոլորը չէ, որ ես հիանում էի, ոչ չէ, լինում էր եւ այնպես, որ չէի ուզում խաղալ, բայց ստիպված պիտի խաղաս, դա քո աշխատանքն է, հանդիսատեսը նստած է, պետք է խաղաս, այդպես բոլորի մոտ է դա լինում է։ Չի լինի, որ կանեն ասեն ամեն ինչ լավ է եղել, ինձ ոչ չէ։ Դերասանը հպարտ է, որ իր ուսուցչի բեմից հեռանալուց հետո խաղացել է նրա կերտած գրեթե բոլոր դերերը։ Արել է առավելագույնը չսպասելով հաճոյախոսության ու գովասանքի խոսքերի։ Ես հիշում եմ միշտ Խաչվանյանի խոսքերը, որ ասում էր «Չափից ավելի համեստությունը հիմարություն է», այսպես էր ասում, նա, ու իսկապես շատ համեստ եմ եղել, ամեն պարագայում որտեղ էր լինի։ Չեմ ուզեցել, ցանկացել ինձ, չգիտեմ այդ բառահայերեն ինչպես կլինի, աֆիշիրովից, գովազդել ինձ, բան, չեմ սիրել երբեք։ Միշտ աշխատել եմ կողքից նայել բան, հետո ասում եմ սխալ ես անում, դեպի համարձակ չեմ կարող, մի հիմա էլ չեմ կարողանում։ 75 տարվա լավագույն ձեռքբերումը վաստակավոր արտիստը համարում է մարդկանց ճանաչելու կարողությունը, օգնել են թատրոնն ու խաղացած դերերը։ Ասում է, տարիներն այսպես թե այնպես անցնում են, կարևորը հոգու երիտասարդությունն է։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։